տրանս կին լինելը Հայաստանում շատ դժվար է։ Իմ սեփական փորձից եմ ասում։ Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչպես կլինի ճիշտ նկարագրել իմ կյանքը, որովհետև բացասականն այնքան շատ է, որ չգիտեմ որն ասեմ, որը թողեմ։ Իմ կյանքն ամեն օր պայքար է, երբեմն շատ տեսանելի, երբեմն լրիվ լուռ։ Արդեն սովորել եմ փողոցում անծանոթների ագրեսիվ հայացքներին, շշուկներին, վիրավորանքներին, դա հաճ է շատ։ Չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ինչ է կատարվում իմ ներսում։ Համ ջղայնությունս է արթնանում, համ էլ լացս է գալիս։ Դրանք դարձել են իմ առօրյայի մի մասը, որոնց դեմ ես մենակով անզոր եմ։ Բացի դրանից կան շատ հարցեր, որոնք էլի դժվարանում են տրանս կնոջ համար։ Հասկանում ես չէ, որ նորմալ ապրելու համար աշխատանք ու գումար է հարկավոր, իսկ իմ դեպքում աշխատանք գտնելը մարտահրավեր է։ Երբեմն փորձում եմ հագուկապս հասցնել այն տեսքի, որ գոնե շատ չտարբերվեմ ուրիշներից, բայց միևնույն է, մի բան գտնում ու թիրախավորում են։ Երբեմն բժշկական ծառայություններից օգտվելն էլ է վախեցնող։ Պարզ բաները, որոնք ուրիշների համար սովորական են, ինձ համար դառնում են բարդ որոշումներ, որովհետև հասարակության վատ վերաբերմունք կա մեր հանդեպ։ Բժշկական էթիկայի ու երբեմն ոչ ճիշտ մասնագիտական մոտեցումներն էլ սրում են իրավիճակը ու բարդացնում մեր կյանքը։ Ես հաճախ մտածում եմ, արդյոք այսօր անվտանգ է դուրս գալ փողոց։ Արդյոք պետք է ավելի աննկատ լինեմ, որ հերթական անգամ չքարկոծվեմ։ Ես միշտ չէ, որ պայքարում եմ, երբեմն նաև լռում եմ, որովհետև այդ լռությունը երբեմն ինձ պաշտպանում է։ Բայց դա նաև նշանակում է, որ ես չեմ կարող լիարժեք ապրել ու արտահայտել իմ ինքնությունը։ Եվ դա ամենածանր բանն է, երբ դու գոյություն ունես, բայց քեզ չեն թողնում ապրել։ Ես լռում եմ, որովհետև երբեմն դա է իմ անվտանգությունը։ Բայց քանի դեռ ես ապրում եմ Հայաստանում, ես կշարունակեմ իմ պայքարը։ Միգուցե ոչ միշտ է այն տեսանելի, բայց ես վստահ եմ, որ այն կարևոր է։